Այսօր Նինոբա է, Սուրբ Նինոյի օրը, Շիո երրորդ պատրիարքը տոնական պատարագ է մատուցել Փարվանա լճի մոտակայքում։ Դա այն վայրն է, որտեղ Սուրբ Նինոն արշալույսի մտել է Վրաստան եւ նրան դիմավորել է ամբոխը։ Հենց Կապադովկիայի կույսի քարոզն էր, որ հանգեցրեց քրիստոնեության պետական կրոնի հռչակմանը։ Երկիրը նշում է այս կարևոր իրադարձության 1700-ամյակը։ Մամուկամ Դինարաձեն հայտարարեց Մեստիայում ապօրինի կրիպտոմայնինգի դեմ աշխատանքների մեկնարկի մասին։ Նրա խոսքով նպատակն է կանխել էներգետիկ ոլորտին վնասակար ապօրինի գործունեությունը։ Նա ասում է, որ խնդրի պատճառով տարածաշրջանի էլեկտրահաղորդման գծերը մշտապես գերբեռնված են եւ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառումը զգալիորեն վնասում է ինչպես երկրի էներգետիկ ոլորտին, այնպես էլ Մեստիայի տեղի բնակչությանը եւ մասնավոր հատվածին։ Ատելության խոսքի դեմ պայքարի նորաստեղծ բաժինը սկսում է իր աշխատանքը։ Այս բաժինը մտնում է Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ենթակայության մեջ։ Նրա հիմնական գործառույթներն ու պարտականությունները կլինեն հրապարակայնորեն տարածված վիրավորական եւ մարդկային արժանապատվությանը վիրավորող հայտարարությունների, ինչպես նաեւ ատելության խոսքի մոնիթորինգը եւ հայտնաբերումը։ Միխայիլ Սահակաշվիլի եւս մեկ քննադատությունը եւ մեղադրանքը։ Ես Նիկամելիային շատ բաների միջով եմ անցկացրել, այդ թվում տարիների ընթացքում ինձ վրա կատարված բացարձակապես անհասկանալի հարձակումների։ Ես միշտ հույս ունեի, որ դրանից ինչ-որ բան կստացվի։ Ես նրան ամեն կերպ աջակցել եմ եւ անտեսել եմ այն կասկածամիտներին, ովքեր մատնանշում էին նրա կրթության եւ գաղափարների պակասը, գրել է Միխայիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում։ Լրտեսության գործով կալանավորված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Գործը վերաբերում է Եվրասիա ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր ղեկավար Գուլբադ Ցխիլաձեին եւ քաղաքացիական լսումների Կովկասյան կենտրոնի հիմնադիր Իրակլի Չիխլաձեին։ Նրանք չեն ընդունում իրենց մեղքը։ Դատավարությունը անցել է դռնփակ ռեժիմով։ Իրավաբանները մեղադրանքները անվանում են անհեթեթ։ Հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։ Մեղադրանքի ճանաչման դեպքում նրանց սպառնում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։ Նստաշրջանը, որը սկսվել է Վիլնյուսում մայիսի 30-ին, կտևի մինչև հունիսի 1-ը։ Քննարկել են Ռուսաստանից բխող հիբրիդային եւ ավանդական սպառնալիքները, Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան եւ դրա հետևանքները դաշինքի վրա, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դիմադրողականության ամրապնդումը։ Երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելով մենք բացում ենք նոր միջանցքներ տրանսպորտի համար, ասել է Ադրբեջանի նախագահը Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման ժամանակ։ Նրա խոսքով մայրցամաքների կապի ոլորտում ներկայումս առկա նվաճումները հպարտության առիթ են տալիս։ Ալիևի խոսքով արևելք-արևմուտք միջանցքին շուտով կավելանա եւս մեկ ճյուղ՝ Զանգեզուրի միջանցքը։ Ալիևը նաև խոսել է Սև ծովի ստորջրյա մալուխի կարևորության մասին, նշելով, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ այս հարցում։ Մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիության անդամակցության համար կամ չմոտենա թեկնածուի կարգավիճակի, հանրաքվեի անցկացումը անտրամաբանական է, քանի որ դրա համար իրական հիմքեր չկան, ասում է Հայաստանի վարչապետը։ Նրա խոսքով այս փուլում նման ընտրությունը միայն տեսական է, իսկ տեսական հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը անհիմն է։ Հետևաբար Հայաստանի կառավարությունը կշարունակի հանգիստ աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ նրա կարծիքով դեռևս կա չօգտագործված ներուժ։ Կոնգոյում եւ Ուբանդայում գրանցվել է Էբոլայի 263 դեպք։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Աֆրիկայի կենտրոնների տվյալներով 43 մարդ արդեն մահացել է Էբոլայի հազվագյուտ շտամից՝ Բունդիբոգյոից։ Բրազիլիայում հետաքննվում է Էբոլայի 2 կասկածելի դեպք։
Վրաստանում այս փուլում էմբոլայի տարածման վտանգ չկա, սակայն դենգերի վիրուս է հայտնաբերվել, ասում է Իվանե Չխեիձեն։ Բժշկի խոսքով այս փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Դենգերի ինկուբացիան շրջանը 5-7 օր է։ Այն սկսվում է ուժեղ դողով և ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 39-ից 41 աստիճան։ Վրաստանում ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվել է դեռահասների համար նախատեսված ծխախոտի դեմ պայքարի արշավով։ Միջոցառման հիմնական ուշադրության կենտրոնում էր երիտասարդների շրջանում իրազեկության բարձրացումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա արշավի գլխավոր ուղերձն է գրավչության բացահայտումը, պայքար նիկոտինի և ծխախոտային կախվածության դեմ։ Թիվ 100 հանրային դպրոցի աշակերտները այցելել են Վրաստանի առաջին ալիքի շենք։ Աշակերտների համար նախատեսված է էքսկուրսիան, որը ունի խորհրդանշական բնույթ և նվիրված էր երեխաների միջազգային օրվան։ Թիվ 100 դպրոցի 7-րդ, 9-րդ և 11-րդ դասարանցիները այցելել են ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող հեռուստատեսություն։ Մեդիագրագիտության զարգացումը խթանելու նպատակով առաջին ալիքը պարբերաբար անցկացնում է էքսկուրսիաներ, որոնք ուսանողներին և աշակերտներին հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալ լրատվամիջոցների աշխատանքային գործընթացին։ Մայիսի 31-ին Թբիլիսիի Մեյդան թաղամասում մեծ հանդիսավորությամբ անցկացվեց Սայեդ Նովոյին նվիրված ավանդական վարդատոնը, որն այս տարի նշվեց 112-րդ անգամ։ Տոնական միջոցառումը մեկնարկեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Բաքում, որտեղ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին մեծ աշուղի շիրիմին, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու Վարդատոն 2026-ը, Վարդատոնը մեզ համար թիֆլիսահայերիս համար եւ ոչ միայն հայության համար շատ կարեւոր միջոցառումն է, քանի որ մեծն Սայեդ Նովայի հիշատակի նրա ստեղծագործությանը նվիրված միջոցառում է եւ արդեն այս Թբիլիսիում 112-րդ անգամ է նշվում այս տոնը, նախաձեռնվել է ժամանակին Հովհաննես Թումանյանի եւ Յոսեփ Գրիշաշվիլիի կողմից եւ շատ լավ ցույց է հայ մշակույթի դերն ու տեղը Վրաստանի բազմազան մշակույթի մեջ։ Բացման արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Վիրահայերի միություն հասարակական կազմակերպության նախագահ Մարիա Ռաքելովան։ Շնորհավորական խոսքերով հանդես եկան Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, խորհրդարանի առաջին փոխնախագահ Գյորգի Վոլսկին, Թբիլիսիի Սագրապոլոյի անդամ Թինաթին Նիբլոշվիլին, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և գրող Ռուզաննա Հովասափյանը։ Վարդատոնը հավասարապես կարևոր է ինչպես հայ, այնպես էլ վրացի ժողովրդի համար։ Մայրաքաղաքի, քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի աջակցությամբ այս նախագիծն իրականացվում է նաև այս տարի։ Նման նախաձեռնությունների աջակցությունը չափազանց կարևոր է մեր բազմամշակութային և բազմազգ քաղաքի համար, քանի որ դրանք նպաստում են ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և մշակութային արժեքների պահպանմանը։ Մշակութային ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժողովրդական երաժշտության և Պարի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Մենք արդեն 3-րդ տարին է, որ մասնակցում ենք Վարդատոնին, ինքը բավականին լավ ավանդույթ է, քանի որ Թումանյանն է հիմքը դրել 112 տարի առաջ ու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը արդեն 3-րդ տարի ներկայանում է այս միջոցառմանը։ Շատ արդեն կապվել ենք 3 տարի թե կազմակերպիչների հետ, թե այս տոնը շարունակողների հետ, մեզ համար էլ է շատ կարևոր, որովհետև Սայեդ Նովան հայերի համար շատ մեծ աշուղ, մեծ երգիչ է ու ես նույնիսկ կազմակերպիչների հետ խոսեցի, որ կարող ենք միայն Թբիլիսիի քաղաքապետարանը, չէ, նաև Երևանի քաղաքապետարանը իր մասնակցությունը ունենա։ Հիմա նախարարությունն է ֆինանսավորում, մեր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, բայց կարելի է քաղաքապետարաններով իրար հետ համատեղ այս տոնը կազմակերպել, որովհետև Թումանյանը դրել է հիմքերը ու կարծում եմ
շատ գեղեցիկ ավանդույթ կլինի, թե նոր արարություններ փորձենք անել, հա, Սայաթնովայի գործերը, որովհետև այսօր երգում են, նվագում են տարբեր ֆորմատներով եւ եկող սերունդը ավելի հետաքրքրությամբ կնայի, թե վիզուալ առումով փոփոխություններ կարելի անել, թե ստեղծագործական։ Երաժշտական եւ բարային կատարումներով տոնական մթնոլորտ ստեղծեցին Հայարտուն կենտրոնի դուդուկահարները եւ մեներգիչները։ Վարդատոնը կազմակերպվել է Վիրահայերի միություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, ինչպես նաեւ Թբիլիսի քաղաքապետարանի եւ Սակրեբուլոյի աջակցությամբ։